Բանկային խառնաշփոթի մեղավորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատած գումարը ոչ մի հարազատի չվստահեց։ Բանկը 40 տարվա իր կնոջից էլ վստահելի էր թվում։ Կոպեկ խնայածը Ամերիկայից Հայաստան տեղափոխեց, որ հետո էլ ինքը գա գումարը ստանա ու վայելի, բայց մինչ ինքը կհասներ ուղարկած գումարը վերջացավ։ Իրավաբան փորձագետը հակառակ կողմի բացատրություններում հակասական շատ բան է տեսնում։ Բանկում ասում են գումարը կինն է ստացել, մյուս կողմից հիշեցնում բանկային օրենքը։ Եթե ոչ ոք չի ստացել, գումարը ետ է ուղարկվել Ամերիկա։ Հետաքննություն իրականացնող մարմինը պարտավոր էր ծանոթացնել փորձագետի եզրակացությանը, որպեսզի կոնկրետ անձը կարողանար իմանալ, թե իր իրավունքների պաշտպանությունը, խախտված իրավունքների վերականգնումը ինչ ճանապարհով իրականացներ։ Տեղի ունեցել հետաքննության մարմնի կողմից պարտականությունների չկատարում։ Տուժած կողմը պնդում է ստացականների վրա իր ստորագրությունը չէ։ Փորձաքննությունից հետո ամեն ինչ պետք է պարզ դառնար։ Փորձաքննության եզրակացությանը տուժած կողմը իրավունք ուներ եւ պետք է ծանոթանար։ Եզրակացությունը մնում է անհասանելի։ Եթե փոխանցված գումարը ի վերջո չի ստացվում, ապա այդ գումարը պետք է հետ վերադարձվի փոխանցողին։ Եթե որևէ անձի կողմից փոխանցված գումարը որևէ պատճառով հետ է ուղարկվում, ապա իհարկե այդ մասին պետք է տեղյակ պահվի այդ գումարի տերը, սեփականատերը։ Իրավաբան Տիգրան Սաֆարյանը առանձնացնում է ամենակասկածելին։ Եթե իրոք տուժածի կինը ստացել է գումարը, ինչու է դրա մասին վկայությունը գրում առաջին պատահած ծրարի վրա։ Կասկածը հարուցում են հանգամանքը, որ ծրարի վրա է ինչ-որ գրառում կատարվել, ըստ անձի իրեն պարտադրել են, որպեսզի ստորագրի այդ ծրարի վրա կատարված գրառմանը։ Ստեղ իմ կարծիքով պետք է դիմել ոստիկանության ղեկավարությանը, ներկայացնել ծրարը եւ խնդրել, որպեսզի համեմատեն համապատասխան հետաքննիչի ձեռագրի հետ։ Տարիներ անց փորձաքննության եզրակացությամբ տուժած կողմը նորից է հետաքրքրվել։ Հիմա էլ նոր փրկություն են գտել, ասում են, թե բոլոր արխիվները այրվել են։ Իրավաբան փորձագետը բացատրում է, եթե եզրակացությունը ժամանակին չեն ներկայացրել, խախտել են օրենքը։ Եթե փոխանցել են, դուք եք աչքաթողարել, իսկ եզրակացության արխիվային օրինակը կրակի բաժին է դարձել, ապացույցներից միևնույն է գլուխը չեն կարող ազատել։ Ելքային եւ մուտքային գրագրությունները ֆիքսում են համապատասխան ոստիկանության մարմիններում եւ կան մատյաններ համապատասխան, թե հիմա փոստային ծառայության, թե արձարան հանձնելու միջոցով կատարված լիներ, դա պարտադիր պետք է ֆիքսվեր ուրեմն փաստաթղթաշրջանառության մատյանում։ Փորձագետը ափսոսում է ու նշում, ականատեսը շատ ժամանակ է կորցրել։ Միակ ելքը կրակի միջից լինի, թե արխիվներից գտնել փորձաքննության եզրակացությունը եւ դիմել դատարան գործը բողոքարկելու պահանջով։ Ականատեսը լուծումներ առաջարկում է օրենքի սահմաններում ցանկացած իրավիճակի համար։ Ինչ անել նման այս վիճակում։ Սոնա Աբրամյանը հուշում է, գյուտարար հրայրը կարող է թեկուզ դատարանի միջոցով պահանջել ստացած գումարի արտոնագրերը։ Էլ ինչ կարելի է անել այսպիսի իրավիճակում, իմացեք հիմա։ Գումարդ բանկում պահիր, հարևանիդ ու բարեկամիդ գողմի սարքիր, թեև մյուս կողմից բանկն էլ ապահով չէ։ Մի օր կարող է բանկում պահած ձեր գումարը նույնպես անհետանա։ Այդ մասին իմանալուց եւ շոկային վիճակից դուրս գալուց հետո սկսեք գործել։ Դիմում ներկայացրեք բանկի տնօրինություն։ Դիմումի հետ բանկ ներկայացրեք գումարի փոխանցման անդորագրի պատճեն։ Անդորագրի բնօրինակի տերն ու տնօրենը միայն դուք եք։ Բանկի տնօրինությունը առավելագույնը 1 ամսում պետք է գրավոր պատասխանի ձեր դիմումին, բացատրի ու պարզաբանի ձեր գումարի ճակատագիրը։ Եթե բանկի հետ հնարավոր չէ բանակցել, մինչև իրավապահ համակարգ դիմեք ֆինանսական օմբուդսմենին։ Նոր ստեղծված կառույցի նպատակը հենց բանկերի հետ վեճերի արագ ու արդյունավետ հարթումն է։ Եթե ֆինանսական օմբուդսմենն էլ չօգնի, հայցով դիմեք տվյալ բանկի տարածքի ընդհանուր իրավասության դատարան։ Կենտրոն Տիգրան Մեծի 23 կոտորակ 1 հեռախոսահամար 54 79 15 Արաբկիր Ներսիսյան 10 հեռախոսահամար 24 08 31 Աջափնյակ Նազարբեկյան 40 հեռախոսահամար 39 95 96 ներքին 200 Նորքի 4-րդ զանգված հեռախոսահամար 63 11 14 Մալաթիա Սեբաստիաոյան 53 կոտորակ 2 հեռախոսահամար 74 59 50 Էրեբունի Խորենացու 162A հեռախոսահամար 57 75 84 Շենգավիթ Արշակունյաց 24 կոտորակ 1 հեռախոսահամար 44 14 30 Դատարանը կսկսի ուսումնասիրել գործը, հենց որ դատավորը այն մակագրի 3 օրվա ընթացքում։
Եթե կա գումարի փոխանցման փաստաթուղթը, գործը մեծ հաշվով համարեք շահած, բայց եթե դատարանի որոշումը անհավանական ու անարդար է թվում, դիմեք վերաքննիչ Գարեգին Նժդեհի 23 հեռախոսահամար 44 88 94 ներքին 307, ապա վճռաբեկ դատարան, Վազգեն Սարգսյան 5 հեռախոսահամար 51 17 34։ Եթե սա էլ չօգնի, դիմեք շահերի պաշտպանության աջակցության կենտրոն, Նալբանդյան 7 բնակարան 2 հեռախոսահամար 08011 22։